Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Շատ շնորհակալ եմ, որ ձեր արձագանքները, ձեր խորհուրդները չեք զլանում եւ հղում եք մեզ, դա մեզ օգտակար է եւ դրանով մենք շարժվում ենք առաջ։ Շնորհակալություն։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք կարծում եմ կդրանցնեն ձեր ընտանեկան կերակրացանկը։ Լինի դա մեր ազգային խոհանոցից, լինի դա նորություններ, լինի դա այլ ազգային խոհանոցից։ Հոգ չէ։ Եվ այսօր այդ աշխատանքները մենք կատարելու ենք երկուսով։ Ինչպես նշեցի, բարեկամներ, այսօր մենք աշխատելու ենք երկուսով եւ ես հյուր ունեմ, իմ հյուրն է բարեկամներ երիտասարդ սկսնակ խոհարար Մհեր Հարությունյանը, ով սովորում է 4-րդ մասնագիտական ուսումնարանում։ Ողջույն Մհեր։ Ողջույն Սեցակ։ Ինչպես ես։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Լավ եմ, լավ։ Ես լավ տրամադրություն ունեմ, իսկ դու։ Ես նույնպես։ Չէ, ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք բանջարային աղցան, լավաշի մեջ պատատած։ Շատ լավ։ Ինչ մթերքներ ունենք։ Կարտոֆիլ, դդմիկ, գազար եւ ճակնդեղ։ Դդմիկ, գազար եւ ճակնդեղ։ Ինչ ենք անել։ Կտրատելու ենք մանր ծաղոտաձև։ Բոլորը նույն ձև։ Բոլորը նույն ձև։ Լավ, ես մեկը կտրատեմ, դու հուշի, թե ինչպես է սա եւ մնացածը սկսենք կտրատել։ Ես ծաղոտաձև պատկերացնում եմ այսպես։ Եվ իմ կարծիքով կարտոֆիլից, որ սկսենք, կլինի զուտ հայկական տարբերակ։ Կլինի։ Կարտոֆիլից սկսենք, դդմիկից վերջացնենք։ Մենք ավելացնենք։ Ինչ։ Ավելացնենք ճակնդեղը։ Իսկ աղից, բանից, Վերջում։ Վերջում։ Կարծեմ դու ասեցիր, որ մաղադանոց է պիտի ունենա։ Այո։ Ավելացնենք գազարը։ Այո։ Սպասում ենք մի քիչ տապակներ իրար հետ։ Ասենք Եվ ավելացնենք դդմիկը։ Հիմա դդմիկը։ Մենք ուղղակի թեթև ձեթով շոգեխաշել ենք։ Կարող ենք արդեն վերցնել սա, որտեղ այն պետք է ևս մեկ մշակ իմացնի։ Կանաչին ավելացնենք։ Ավելացնենք կանաչին։ Հիմա ինչով ենք համենելու։ Համելել ենք աղով, սև պղպեղով, կարմիր պղպեղով և անելի սունելիով։ Դե համենենք մեջ։ Եվ մի փոքր կիտրոնի դուք ենք լցնելու վրա։ Սև պղպեղ, լավ եմ աշխատում։ Այո։ Եվ կիտրոնի մի քիչ հյութ։ Կարծում եմ բավական այդքան է։ Որ կարծում ես ուրեմն բավական։ Իսկ լավաշը ինչպես պիտի կտրատենք։ Լավաշը կտրատելու ենք մոտ 7 սանտիմետր լայնությամբ և Կանոնները դες։ չէ, աշկաչափով։ Իսկ մարտի 8 հաղթանակի չի։ Հաղթանակի թիվը։ Ում նկատմամբ է։ Կանանց հաղթանակը տղամարդկանց նկատմամբ։ Այ կանայք հարբեցին տղամարդկանց։ Դելից Կավեն վերցրած տախտակի վերց։ այդ ապսի։ Ահա։ Որ մի հատ սովորեցնես, ես կսկսեմ արդեն
վերջացրի, այս կտորները կարող ենք օգտագործել բարեկամներ, դուք գիտեք արդեն, որ մենք տապակում ենք լավաշը մի քիչ համեմելուց հետո ձեթ, կարմիր պղպեղ, մի քիչ աղ եւ տապակում ենք, այս կտորներն են։ Մաքրենք այստեղ։ Հիմա ինչ ենք անելու։ Հիմա թեթևակի ցողում ենք բուսայով եւ դնում ջեռոց։ Բուսայով ցողենք, կարող ենք օգտագործել իհարկե այդ օդհամավիչի նման ցողի գործիքները, նաեւ կարող ենք այսպես ցողել։ Ջեռոցը ինչքան պիտի լինի ջերմաստիճանը։ 200 աստիճան 5-ից 10 րոպե։ 200 ջերմաստիճան 5-ից 10 րոպե։ Ես կառաջարկեմ ուղղակի 7-8 րոպե։ Կարող չես ներառում։ Գնաց 8 րոպե հետո կանգնի։ 8 րոպեն անցավ բարեկամներ եւ այս հետաքրքիր ուտեստը արդեն պատրաստ է։ Ինչպես ես մատուցելու, խնդրեմ։ Մինչև պատրաստելը լավ տրամադրություն ունեիր։ Կարող եք քո սրտով չէ։ Չէ, իմ սրտով է։ Դե լավ է, շատ լավ։ Բավական է։ Բավական է։ Բարեկամներ նորից հիշեցնենք, որ տապակեցին ուղղակի բանջարեղենային աղցան պատրաստեցին մեղերի հետ, տապակեցին կարտոֆիլը, գազարը, բազուկը եւ դդմիկը, մի քիչ աղ, կիտրոնի հյութ, Աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ եւ կիտրոնի հյութ։ Եվ մաղադանոց։ Վերջ, ինչ ցանկություն ունես մեր հերոստատողներին, որոշ առաջարկներ կարող ես անել։ Առաջարկում եմ սա օգտագործել որպես նախաճաշ եւ սա կարելի է նաեւ ամենօրյա։ Կարող է նաեւ ամենօրյա։ Եվ քանի որ մոտենում է ամանորը, կարծում եմ այսպիսի թեթև, մենք միշտ ուզում ենք թեթև այսպիսի ուտեստներ, կարող եք օգտագործել այս ուտեստը նաեւ եւ շատ լավ սեղան կունենան։ Հարգելի հերոստատողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մհերին, ցանկանանք, որ ինքը շարունակի այսպես հետաքրքիր ուտեստներով զարմացնել մեզ եւ նրան ցանկանանք լավ խոհարարական ապագա։ Շնորհակալություն մեզ։ Շնորհակալություն։ Բարեկամներ, այսօր համար պատրաստել ենք այսքանը, ինչպես նշեց մհերը ուտեստը կարելի է օգտագործել որպես նախաճաշ եւ ինչու՞ չէ նաեւ ճաշին, կարծում եմ այս ուտեստի հետ կարող ենք օգտագործել սպիտակ, անապակ, բերդաշեն տեսակի գինի։ Այսքան էր այսօրվա համար հարգելի հերոստատողներ, ես ուզում եմ որ մենք շատ հանդիպենք եւ այդ հանդիպումները ունենան արդյունք, իսկ այդ արդյունքը լինի այն, որ մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն բարեկամ։ Լավաշով բանջարեղենով աղցան, կարտոֆիլ 80 գրամ, դդմիկ 80 գրամ, գազար 80 գրամ, ճակնդեղ 80 գրամ, ձեթ 30 գրամ, լավաշ 1 հատ, աղ, պղպեղ, բարեխորժակ։